Ինչու են Apple-ի բարնետոմսերը ավելի լավը, քան Coca-Cola-ին։ Եկեք սկսենք Coca-Cola-ից, այն ըմպելիքից, որը բոլորս գիտենք շատ լավ։ Հիմնադրվել է 1892 թվականին, ներկայումս կոլան ունի ավելի քան 500 տարբեր բրենդներ, ինչպիսիք են Sprite-ը, Fanta-ն, Powerade-ը եւ այլն։ Բայց ինչու է նման մեծ ընկերությունը ավելի քիչ եկամտաբեր, քան Apple-ը։ Բանն այն է, որ ներդրողները նայում են ընկերության աճին եւ ակնկալում են, որ տարեցտարի կազմակերպությունը ավելի շատ շահույթ կբերի։ Օրինակ Coca-Cola-ն 18 թվականին ունեցել է 34 միլիարդ եկամուտ, 22-ին արդեն 42.8 միլիարդ եկամուտ, ինչը կազմում է վաճառքների աճ մոտ 20%-ով։ Միևնույն ժամանակ Apple-ը 18 թվականին ուներ 265 միլիարդ եկամուտ, 22-ին էլ արդեն ուներ 394 միլիարդ եկամուտ։ Փաստացի աճը կազմել է 48.3%։ Հենց դրա պատճառով էլ Apple-ը շատ ավելի հետաքրքիր է ներդրողներին, քան Coca-Cola-ն։ Ուստի խորհուրդ կտանք վերլուծել կազմակերպությունները, նայել ժամանակային երկար կտրվածքով, որպեսզի հստակ հասկանալ, որ կազմակերպությունն է մաքսիմալ եկամտաբեր։